Ըստ հավաստի աղբյուրների քիչ առաջ Տորքանգեղի այգում նկատել են քանդակագործ, Տորքանգեղի հուշարձանի դրվագող վարպետ Ներսես Չարխչյանին։ Գնանք հարցազրույցի։ Ինչ աշխատանք է կատարում դրվագողը։ Դրվագողի աշխատանքը հենց այդ պղնձի գործն է, որ արդեն վերածվել է պղնձի։ Դե քանդակագործը ինքը դրվագել չի կարողանում, դրա համար էլ պիտի վարպետներ լինեն։ Քանդակագործը միայն նմուշն է տալիս, մենք հետո ճարտարապետը տեղն է որոշում, մենք կատարողներն ենք, այդ երգիչներն ենք, քանդակագործների երգիչներն ենք։ Ինչ հետաքրքիր պատմություն կհիշեք հուշարձանի ստեղծման ընթացքից։ Տորքանգեղի արձանը երբ սկսեցինք գործը, Նուրիջանյան Կարլենը շաբաթը մեկ գալիս նայում էր արձանը եւ արդեն ֆիգուրան մենք առանձին ծեծեցինք ու մեծ կտորներով բերել էինք ու մնացել էր քարը եւ մի անգամ ինքը քարի չափերը ուղարկել էր մեր ցեխի վարիչին դրվագման։ Ես էլ իհարկե ճիշտն ասած զարմացել էի 30 մետր երկարության, դեռ մի 10 մետր լայնքի մի հսկա ժայռի կտոր էր չափերը տվել։ Դե հիմա հեղինակն այդպես ուզել, մենք պարտավոր էինք ենթարկվել եւ այդ դրին կարկասը արդեն մետաղական երբ որ կառուցել էինք, ինքը եկավ ես ինչ եք արել, իմ գործը թողել եք ուրիշ գործ եք անում, էլ ինքը պատկերացրեք իր տված չափերն է, ինքը չէր հիշում, որ ինքը դեռ չափեր է տվել, վերջը իրան ասին, որ այս քո քարն է, Տորքանգեղի վրա պիտի տնենք, այդ ինչ եք արել, բան, վերջը դե արդեն մենք իմացանք, դե ինքը սեր ուներ խմիչքի հետ, այդ օրը չափերը որ տվել է, տենց խմացալ է, հենց նենց գրել, ուղարկել է, էլի, Վարպետ Ներսես, առասպելից մեզ հայտնի է, որ Տորքանգեղը ժայռերի վրա եղունգներով արծիվներ էր քանդակում, այսինքն ստացվում է, որ դուք գոլեգաներ եք։ Ինչ եք կարծում, աշխարհի բոլոր ժամանակների քանդակագործներին ինչն է միավորում։ Թվում է արվեստի բոլոր մարդիկ իրար նման են, ստեղծագործական կյանքով, որովհետև ես չգիտեմ, այսքան արդեն 50 տարից ավել է ես արվեստի բնագավառում եմ, բոլոր քանդակագործների հետ շփվել եմ, ես մի տենց չկա տենց քանդակագործ, որ գինի չխմի, օղի չխմի, չօգտագործի, էլի չենք ասում ինչ որ հարբի են բան այս կոմենքում, բայց առանց դրա բոլոր քանդակագործներն էլ ոնց որ մուսան գալիս է այն ժամանակ, երբ որ նրանք օգտագործում են այդ խմիչքը։ Վարպետ Ներսես, իսկ վերջին անգամ Տորքանգեղի այգում երբ եք եղել։ Տորքանգեղի արձանը 3 անգամ տարան, թալանեցին ոտքը, սկզբից ոտքերը միջև ծնկները տարան, պղինձը տարան, մնաց բետոնը չլուտ, հետո ոտերից միջև գոտկատեղը տարան, մի ոտին ուղղակի անտերություն էր այստեղ, 3 անգամ ռեստավրացիա եմ արել, արդեն հետո որ արդեն ստեղ փակեցին, դե իմ տունը ստեղ մոտիկա, արտից անդադ նայել եմ, տեսել եմ, փառք Աստծո հիմա շատ լավ է։ Այնց շնորհակալ եմ այս շինարարներին, այս մարդկանց, որ այսպես գոնե հիմա արդեն լավ է, էլի կառուցում են, արձանը կմնա, չեն գողանա, էլ չեն քանդի ինչ որ վնաս տան։ Շատ լավ է, շնորհակալ եք այդ շինարարներից, բոլորից։ Դե հիմա, քանի որ Տորքանգեղի այգին շատ արագ կառուցապատվում է, կարծում եմ, որ հանդիպելու առիթներ դեռ շատ կունենանք, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս փոքրիկ, բայց շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես միշտ պատրաստ եմ։ Ըստ բրիտանացի գիտնականների, շատ լավ կլիներ, որ Տորքանգեղի այգում մի օր էլ տեղադրվեր նրա սիրելի գեղեցկուհի Հայկանուշի քանդակը, օրինակ ավանդական երկար հյուսքերով, արծաթյա զարդերով, եւ ժանեկազարդ զգեստով։ Ով գիտի, մեկ էլ տեսար։ Իսկ դուք հետևեք Novel News-ին, քանի որ մեզ մոտ իրադարձությունները շատ արագ են զարգանում։